Ազգային ժողովի լիագումար նիստը սկսվեց Երևանի քաղաքապետի արած արտահայտությունը հիշեցնելով, որը վերաբերել էր քրդական համայնքին։ Ընդդիմադիր Գեղամ Մանուկյանը խորհրդարանի խոսնակից պահանջեց ներողություն խնդրել քրդերից։ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, դա ոչ թե վիրավորանք է, այլ թևավոր արտահայտություն։ Վստահ եմ, որ պարոն Ավինյանը որևիցե մեկին ոչ վիրավորելու նպատակ է ունեցել, ոչ էլ նման գործողություն է իրականացրել։ Ես ներողություն եմ հայցում, որ Ավինյան ընտանիքի համար արդեն սովորական է դարձել մեր հայրենակիցներին տարբեր խմբերի վիրավորել։ Այն падգամավորներից եք, որը որ սեռական բնույթի հայհոյանք էր գրել Facebook-յան էջում եւ սեռական բնույթի հայհոյանք էր գրել այն բոլոր մարդկանց, ովքեր որ քվեարկել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, միակ դեպքը չի։ Ընդդիմությունը բերել էր օրենքի նախագիծ, որով նախատեսում է իրականացնել կառավարության ծրագրի մի դրվագը։ Այն է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը նվազագույն կենսաթոշակի եւ կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային եւ սպառողական զամբյուղների արժեքներին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում հարցը բացասական եզրակացություն էր ստացել։ Արծվիկ Մինասյանը նախագծին օրենքի ուժ տալու նախաձեռնությունը հիմնավորեց այսպես. Բոլոր կատեգորիայի կենսաթոշակառուները նվազագույնը երաշխավորված ունենան օրենքով, որ իրենց ստացվող կենսաթոշակը չի կարող ավելի պակաս լինել, քան այն նվազագույն կարիքներից, որոնք ծախսում են սննդամթերքի վրա։ Կրկնաբանություն անել եւ անցումային դրույթներում ավելացնել մի կետ, որ 26 թվականի հունվարից հետո նվազագույնը եւ միջին թոշակը համապատասխանաբար պիտի համապատասխանեն պարենային եւ սպառողական զամբյուղին, ըստ էության այն է, ինչ մեր հանձնառությունն է եւ մենք դա իրականացնում ենք։ Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն ու միջին կենսաթոշակի չափը հաշվարկելիս կառավարությունը հիմք է ընդունել համաշխարհային բանկի մեթոդաբանությունը։ Ըստ Հերիկ Նաստիգրանյանի, այն համադրելի է սպառողական զամբյուղի արժեքին։ Չեն հրաժարվում կառավարության ծրագրով ամրագրված դրույթը կյանքի կոչելուց, պնդեց զեկուցողը։ Այս պահին նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է։ Նվազագույն պարենային արժեքի մեկ շնչի արժեքը 33,004 դրամ է։ 33,000 դրամից նաև ավելան պարենային զամբյուղի արժեքը։ Այս հակառակ պարագայում ես սա գնահատում եմ որպես մանիպուլյացիա։ Ձեր նշած դեպքում այո մեթոդաբանությունը այլ է, բայց ես չեմ ասում դուք էլ մանիպուլացնում եք առողջապահության ուրեմն բլոկով եք հաշվարկը անում։ Տեսեք, քանի խոստում եք խախտել։ Արտաքին քաղաքականություն, անվտանգային քաղաքականություն, նույնիսկ սպորտային քաղաքականության ձեր խոստումներն եք խախտել, ֆուտբոլը վկա։ Ես հայկական ֆուտբոլի երկրպագու եմ եւ անկախ ֆուտբոլի գրանցած արդյունքներից ես մնում եմ նրա երկրպագուն, թիմի կողքին եմ հաջողությունների եւ անհաջողությունների ժամանակ, ի տարբերություն շատերի, իսկ գնահատականը կստանանք 26 թվականի։ Երկու փոխվարչապետի համար ինչ են թանկանոց մեքենա առը։ Թող չառնեին։ Ինչ մի փոխվարչապետը գնում Ադրբեջանի հետ լավ մեքենայով գնաց ավելի լավ բանացեց սահմանազատման հարցը։ Ջորիով զրովեցով թող գնան, բայց արդյունք բերեն։ Ամեն անգամ սոցիալական հարց քննարկելուց մեր հարևաններին հիշատակելը ձեր խոսքը դրանից ավելի ծանրակշիռ չի դարձնում։ Գուցե ինչ որ մեկի ականջին գերզգայական է եւ ինքը ասում է, իմ թոշակի հաշվին գնում են հարևանների հետ եւ այլն անում, բայց դա արդեն հնացած տրյուկ է։ Արթուր Խաչատրյանի թեմային չառնչվող հայտարարություններին ու համեմատություններին արձագանքեցին նաև այլ падգամավորներ։ Անարձագանք չմնացին նաև պաշտոնյաների թանկարժեք մեքենաներ ունենալու մասին հայտարարությունները։ Իշխանության падգամավորները հիշեցրին ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառման արդյունքները։ Ձեր շեֆերի դղյակների դիմաց քանի է ջորի կա ապօրինի գույքի բռնագանձման օրենքով։ Չկա, իսկ ջորին ձեր ստեղծած Հայաստանն է եղել։ Ձեր կառուցած այն ժամանակվա Հայաստանի հավաքական կերպարը այդ ջորին է եղել, որը որ մենք այսօր ուզում ենք բան անել, փոխարինել նորմալ ժամանակակից էլեկտրամոբիլով, սա ասենք մի տեսակ քաղաքական գրպանահատության դրսևորում է, ասում է ուզում է տանի, հետո ասի ես արեցի սա։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նախագծի մասին խոսելով նշեց, կառավարության հնգամյա ծրագիրը քաղաքական իրավական փաստաթուղթ է։ Այնտեղ ներառված որևէ դրույթ կառավարությունը նպատակահարմար չի գտնում օրենքով ամրագրել, հատկապես եթե սոցիալական ոլորտի հանձնառություններն իրականացվում են ըստ պլանավորածի։ Ընդդիմությունը պնդեց, թե կառավարության ծրագիրը լիարժեք չի կատարվում։ Դուք հավաքական երջանկություն եք խոստվել, այ դրա համար չենք հավատում, իսկ դա դուք չեք բերել։ Դուք որպես իշխանություն մեր սերունդների հիշողության մեջ մնալու եք
որպես երջանկություն խոստացած դժբախտություն բերած իշխանություն։ Իմ հայրենի գյուղ գնացեք եւ ձեր աչքերով տեսեք երջանիկ հանրություն, որտեղ մարդիկ զերոյից կառուցված մանկապարտեզ են տեսնում, այո, մեր աշխատող հարկատուների հաշվին եւ ուրախանում են, որ 30 տարի հետո գյուղում կա գունագեղ մի շինություն, որտեղ երեխաները կարող են գնալ եւ ունենալ իրենց երջանիկ մանկությունը։ Բերեք օրենք, որ օրինակ արևը արևելքից դուրս գա եւ արևմուտքում մայր մտնի։ Մենք էլ այստեղ բան անենք, քննարկենք, մերժենք, որովհետև դրանից կախված չէ արևը արևելքից դուրս կգա եւ արևմուտքում մայր կմտնի, թե ոչ։ Եվ իհարկե մենք դեմ կքվեարկենք այս նախագծին, որովհետև եղող եւ եղած բաների մասին օրենքներ ընդունելը մեղմ ասած արդյունավետ չի։ Այստեղ պոպուլիզմ չի, խորհրդարան է, մենք պետք է գանք ստեդ հարցերը բարձրացնենք։ Մի հատ է մուննատ է գալի, արևելքից, արևը դուրս է գալի, արևմուտքում մայր է մտնում, չէ, հա։ Իրոք, այս օրենքը կլասիկ օրինակ է պոպուլիզմի, հարգելի գործընկերներ։ Մոտավորապես այնպիսի օրինակ պոպուլիզմի, ինչպես օրինակ ոսկեպարով Արցախ գնալը։ Խորհրդարանը նաև տնտեսության ոլորտի այլ նախագծեր քննարկեց, այդ թվում էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, այն հնարավորություն կտա խոշոր սպառողներին էլեկտրաէներգիա ձեռք բերել ոչ թե մատակարարներից, այլ ազատ շուկայից։ Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի, շուկան ազատականացված է, սակայն կա գերիշխող դիրք զբաղեցնող մատակարար, ինչը անթույլատրելի է։ Նախագիծը ըստ նրա մոնոպոլիան վերացնելու հնարավորություն կտա։ Մեսրոպյանը անդրադարձավ նաև ոլորտի ծրագրերին։ Առաջնահերթ լուծում եմ համարում այս իրավիճակի նոր Իրան-Հայաստան օդային գծի շինարարությունը ավարտին րոպե առաջ հասցնել, որից հետո մենք կունենանք եւս մոտ ամբողջությամբ գիծը ավարտելու դեպքում 1000 մեգավատից ավել թողունակություն եւ այդ արևների ցերեկվա ժամերի ավել արտադրանքը այս միջոցով հնարավոր կլինի մղել դեպի Իրան։ Մարտի 26-ին նիստում ազգային ժողովը կքննարկի Եվրամիության անդամակցության քաղաքացիական նախաձեռնությունը, նաև падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցերը, տեղեկացրեց ազգային ժողովի նախագահը։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։